իրականում կոնֆերանսը ոնց որ ինչ-որ տրանսֆորմացիայի փուլում է, հա, կարելի ասել, եւ իմաստը կհիշեք երևի Պավելը ներկայացրեց այդ կամուրջ ստեղծելն է ձեր իմացած գիտելիքի եւ նրա միջև ինչ անում ենք ես եւ գոլեգաներս, հա, ովքեր այսօր ներկայացնում էին տարբեր թեմաներ եւ այդ կամուրջի նպատակը որն է, հա, որ մարդիկ ովքեր այսօր դահլիճում ներկա են եւ նրանք ովքեր հետագայում կնայեն տեսագրությունները ստանան գիտելիք, ինչ որ լայն իմաստով, հա, կարող ենք ասել լայն գիտելիք, տեխնոլոգիական ինչ որ նորարարությունների, ինչ որ process-ների մասին, որոնք այսօր աշխարհում տեղի են ունենում եւ միգուցե ինչ որ մեկը տեսնի թե ինչպես կարող է տրանսֆորմացնել իր գիտելիքը եւ գալ ինչ որ մի քիչ ուրիշ ուղղության, հա, միգուցե։ Օրինակ հետաքրքիր էր, որ JavaScript-ով էլ կարելի է անել օրինակ մեքենայական ուսուցում, բայց հաճախ այդպիսի բան չեն անում, չէ՞, մարդկանց մոտ կա տենց կարծրատիպ, որ դե եթե մեքենայական ուսուցում, ուրեմն Python-ով են անում։ Տենց է, չէ՞։ Չգիտես ինչու։ Ասենք լեզուն ինչ կապ ունի, բայց այդպես է ստացվել, հիմա բայց կարելի է դա JavaScript-ով էլ անել։ Կամ LLM-ների հետ աշխատանք, ասենք ինչ որ պատկերացումներ կան, բայց կարելի է այլ կերպ եւս անել, ահա, մեր MC-ն եկավ։ 3:50 չէր պլանավորվում, չէ, չեմ սկսել, ուղղակի զրուցում էինք։ Շնորհակալություն։ Լավ, եկեք սկսենք։ Դե արդեն նախաբանում ասեցի, որ միայն JavaScript-ի մասին չեն խոսում եւ ես էլ JavaScript-ի մասին չեմ խոսելու։ Ինքս երիտասարդ ժամանակ IO ծրագրավորել եմ JavaScript-ով, web developer եմ եղել, բայց դրա հետ զուգահեռ ես եղել եմ նաեւ Գիտությունների ազգային ակադեմիայի մաթեմատիկայի ինստիտուտի կրտսեր գիտաշխատող եւ իմ գործն էր մաթեմատիկոսների ինչ որ խմբի հետ աշխատելով իրենց օգնել, որպեսզի իրենց ստացած արդյունքները զուգահեռացնեինք այն ժամանակ դեռևս գոյություն չունեցող հայկական առաջին կլաստերի վրա։ Մարդ կա ով հիշում է ARM cluster համակարգը։ Հա, մի հոգի ցավոք։ Հա, ուրեմն կա այդպիսի կլաստեր մի ժամանակ Հայաստանում եւ ես այդ կլաստերի վրա աշխատել եմ որպես զուգահեռ ծրագրավորող եւ իմ իրականում բանել տեխնացուական ատենախոսությունս եւս եղել է զուգահեռ ծրագրավորման մասին։ Իսկ զուգահեռ ծրագրավորումը high performance computing-ի մի կտորն է եւ ես այսօր ուզում եմ խոսել այդ թեմայի մասին ու ձեզ փորձեմ ներկայացնել թե ինչ խնդիրներ կան, հա, իրականում եւ միգուցե ինչ որ լուծում էլ առաջարկենք դրան։ Իմ անունն է Վահրամ Մարտիրոսյան, ես հանդիսանում եմ ֆիզմատգիտությունների դոկտորի թեկնածու հայկական չափանիշներով եւ գործի բերումով շատ աշխատել եմ high performance computing համակարգերի հետ ու այսօր կխոսենք տարբեր առասպելների եւ իրականության մասին։ Ներկայացնում եմ Mutex համակարգային ծրագրավորման դպրոցը, որի հիմնադիրն եմ ես եւ գործի բերումով ես այս պահին ոնց ասում են գործում, ստեղծագործում եւ ապրում եւ ստեղծագործում եմ Աբու Դաբիում, դասավանդում եմ այնտեղ։ Այնպես որ ավելի շատ գործունեությունս կապված է կրթական, հա, process-ների հետ եւ հետազոտական։ Եկեք սկսենք։ Ուրեմն կա այսպիսի հարց, հա, ի՞նչ է տեղի ունենում, երբ ենթադրենք JavaScript-ով գրում ենք ինչ որ ցիկլ, իսկ մենք ունենք processor, որի մեջ կան շատ քորեր։ Ես այս վերջերս բախվեցի այսպիսի մի պատկերի, որ շատ մարդիկ մտածում են, որ ինչ որ կախարդական ձևով, չգիտենք ոնց, բայց այդ իմ գրած loop պատկերացնենք, հա, for loop-ը, երևի կտրտվում է մասերի, հետո այդ կտորները առանձին աշխատում են տարբեր քորերի վրա, հետո մի հատ ուրիշ կախարդական ձևով արդյունքը հետ է հավաքվում, դառնում է պատասխան եւ ես դա տեսնում եմ։ Լավ կլիներ, չէ՞։ Դե քանի որ բոլորս գիտենք, որ պրոցեսորները ունեն շատ քորեր եւ մի տեսակ բնական ոնց որ պահանջ է առաջանում, դե բա ինչի համար են այդ քորերը։ Իրականությունը այնպեսին է, որ այդպիսի բան չկա։ Հա, այսինքն loop-ը աշխատում է մեկ քորի վրա եւ
այնտեղ ոչ մի կախարդանք չկա, ու այդ կախարդանքը մենք պետք է անենք մեր ձեռքերով։ Բոլորը ծրագրավորող են։ Ովքեր են ծրագրավորող։ Շատ շատերը, հա, համարյա բոլորը։ Ովքեր են լսել զուգահեռ ծրագրավորման մասին կամ high performance computing-ի, ահա, էլի համարյա շատերը բոլորը, իսկ ովքեր են արել զուգահեռ ծրագրավորում, մնացին քչերը։ Շատ լավ, ուրեմն իմ նպատակն է այսօր այնքան խոսալ այդ ամեն ինչի մասին, որ ձեր մոտ ցանկություն առաջանա զբաղվել։ Իրականում որպես գաղտնիք ասեմ, որ շատ համակարգեր, որոնք մենք չենք ընկալում որպես զուգահեռ ծրագրավորման հետ կապ ունեցող համակարգեր, տակից իրանք շատ էլ զուգահեռ են, շատ էլ high performance են, հակառակ դեպքում այդ ամեն ինչը չէր լինի, հա, այն բոլոր LLM-ները, բոլոր մեծ համակարգերը, որոնց հետ դուք այսօր գործ եք ունենում, իրանք բոլորը high performance computing-ի շատ լավ օրինակներ են։ Գիտեք, չէ, որ LLM-ի տակ տասնյակ հազարավոր GPU-ներ են, ոնց որ ակնհայտ բան եմ ասում։ Այսպիսով, ուրեմն կա երկու տեսակ զուգահեռացում, հա, կարող ենք ասել, մեկին անվանում են instruction level parallelism, մյուսին անվանում են task level parallelism։ Ուրեմն Պաստորեն ես տեղ ասեցի, որ մեր ցիկլերը ոնց որ թե աշխատում են հաջորդաբար, հա, բայց հաջորդ խնդիրը որ գալիս է, հետեւյալն է, որ իրականում այնքան էլ հաջորդաբար չեն աշխատում։ Այսինքն մի կողմից, հա, քորեր չեն օգտագործվում, բայց մյուս կողմից տեսեք ինչա տեղի ունենում։ Ուրեմն մենք գրում ենք հաջորդական կոդ եւ պրոցեսորը ինչ որ բաներից ելնելով որոշում է, որ ինչ որ հրաման մյուսից առաջ կարող է կատարել, բայց ոչ այնպես, որ հանկարծ մեր ծրագրի իմաստը փոխվի, լավ, պետք է մենք արդյունքում ստանանք նույն ծրագիրը, չէ՞, նույն արդյունքն ենք ուզում ստանալ։ Այդ գաղափարը կոչվում է out of order execution։ Ուրեմն հերթից դուրս կատարել ինչ որ հրամաններ, ինչպես եւ ինչու, հա, վերլուծել, հասկանալ, որ ինչ որ հրամաններ իրարից կախված չեն եւ կարելի է օրինակ մեկ ավելի շուտ սկսել կատարել, որովհետեւ օրինակ դա երկար է տևելու կամ կապված է ինչ որ արտաքին բաների հետ։ Հետո հիշել, որը երբ պիտի իրականում կատարվեր եւ այդ ամեն ինչը հավաքել արդյունքները, որպեսզի ճիշտ լինեն։ Շատ բարդ բան է իրականում, հələ պատկերացեք այդ ամեն ինչը պրոցեսորի մեջ է արած hardware, հա, եւ այդպիսի լուծում ստանալու համար պրոցեսորները մեծանում են ու թանկանում են, բայց արդյունքում աշխատում են ավելի արագ։ Դրան կարող ենք անվանել գաղտնի պարալելիզմ, հա, ոնց որ ինքը դրսից չի երևում, դուք ոչ մի ձև դա չեք կարող տեսնել, եւ դա միայն ոնց որ գրքերում է գրված, որ այդպիսի բան կա, կամ դուք ձեր մաշկի վրա զգում եք, վայ, արագ է աշխատում։ Ուրեմն ինչպես է լինում, գալիս են հրամանները, հետո ինչ որ ձևով հերթականությունը փոխվում է, հետո կատարվում վերջանում են, հետո վերջում ստանում ենք ինչ որ արդյունք, եւ այնտեղ ներսում կատարվում է parallel execution։ Հրամանները զուգահեռ կարող են կատարվել։ Պրոցեսորների մեջ կան հոսքագծեր, հա, pipeline, որոնք թույլ են տալիս զուգահեռաբար մի քանի հրաման մշակել, եւ այդ ամեն ինչը բերում է նրան, որ մի տեսակ մեր կոդը սկսում է արագ աշխատել։ Չնայած մենք ոչ մի ջանք չենք դնում, հա, ուշադրություն դարձրեք, որ այդ ջանքը դնում են պրոցեսորը սարքողները, ծրագրավորողները այդտեղ ոչ էլ իմանում են, որ այդպիսի բան կա։ Բայց դա կարևոր պահ է, հա, այսինքն ժամանակակից պրոցեսորներում դա միշտ կա։ Մենք միշտ կարող ենք հաշվի առնել, որ կան հոսքագծեր, կա out of order execution եւ այդ ամեն ինչը օգնում է, որպեսզի մեր ծրագրերը արագ աշխատեն։ Եվ իրականում խնդիրը պրոցեսորի մեջ չի, հա, ավելի շատ խնդիր կա կապված նրա հետ, որ պրոցեսորին պետք են տվյալներ։ Այդ LLM-ները աշխատում են տվյալների հետ։ Տվյալները գտնվում են ինչ-որ storage-ներում, հա, եւ որպեսզի պրոցեսորը կարողանա իր հետ գործ անել, պետքա տվյալները ոչ թե բեռնվեն RAM-ի մեջ, հա, hard disk-ից RAM, այլ պետքա RAM-ից բեռնվեն պրոցեսորի մեջ, որպեսզի ասենք, եթե երկու հատ թիվ գումարի իրար։ Եվ նույնիսկ եթե մտածում ենք RAM-ի մասին, RAM-երը արագ են, չէ՞։ Դե ոնց որ RAM-ը ամենաարագ հիշասարքն է, որ մենք գիտենք, բայց այնուամենայնիվ RAM-երը կարող է հարյուրավոր անգամ ավելի դանդաղ աշխատեն, քան պրոցեսորը։ Եվ արդյունքում պրոցեսորը, որը պատրաստ է հրաման կատարել, չունի տվյալ։ Հա, իրան տվյալը պետք որ գումարի իրար, տվյալը չկա։ Ուրեմն խնդիրը մեր օրերում ոչ թե պրոցեսորի արագագործությունն է, իդեպ պրոցեսոր ասելով ես GPU-ն էլ հետը նկատի ունեմ, TPU-ն էլ, NPU-ն էլ, ցանկացած processing unit, լավ։ Խնդիրը ոչ թե նրանում է, որ ինքը դանդաղ է, այլ նրանում է, որ տվյալները չեն հասցնում գալ։ Եթե դուք ուղղակի հաշվարկեք, թե քանի պետաբայթ վարկյանում արագություն է պետք, որպեսզի ժամանակակից GPU-ին ապահովեք տվյալներով, որպեսզի ինքը այդ օրինակ inference-ը անի, հա, կամ training-ը անի, ապա կտեսնեք, որ դրանք ահավոր մեծ, ուղղակի անհավանական մեծ թվեր են, չկան այդպիսի արագություններ։ Եվ ինչ է ստացվում, որ լուծումներ են պետք, որպեսզի պրոցեսորին ավելի մոտ լինեն տվյալները, հա, այսինքն այն պահին, երբ իրան տվյալները պետք են, տվյալները արդեն լինեն իր մոտ։
ոչ թե հեռավոր RAM-ում, հա, RAM-ը պետք է պատկերացնենք, որ հեռու է։ Եվ իրոք, եթե մենք կարողանանք ապահովենք դա, իսկ այդ լուծումը կոչվում են cache-եր, հա, processor-ի cache-ը հենց դրա համար է նախատեսված, որպեսզի տվյալները լինեն processor-ի մեջ։ Cache-ը ինչքան մեծ, կարող ենք ասել այդքան լավ, դա ուղիղ կապ չի, բայց ամեն դեպքում, եթե cache-ի մեջ չի տվյալը, ապա պատկերացրեք, որ 100 անգամ ավելի դանդաղ է լինելու։ Անհավանական դանդաղ, հա, processor-ի տեսակետից դա ուղղակի դրան կարող ենք ասել killer բան, հա, ինչ որ հնարավորություն, այսինքն այդ արագագործությունը ուղղակի դառնում է անիմաստ, եթե հանկարծ տվյալները գտնվում են RAM-ում, այլ ոչ թե cache-ի մեջ։ Ինչա cache ասածը, ուրեմն կարող ենք sense պատկերացնել ոնց որ փոքրից դեպի մեծ, ամենափոքրը առաջին մակարդակի cache-ն է, շատ արագագործ, բայց շատ փոքր, հետո ունենք երկրորդ մակարդակի, որը արդեն ավելի մեծ է, բայց մի քիչ ավելի դանդաղ, իդեպ ինչքան մեծացնում ենք, այնքան դանդաղում է։ Զուտ պատկերացրեք, ունեք մեծ գրադարան, գիրք եք ման գալիս։ Հիմա գրադարանն ինչքան մեծ, այնքան ավելի երկար եք ման գալու։ Հա, մոտավորապես այդ անալոգիայով, ինչքան cache-ը մեծացնում ենք, այդքան դանդաղում է, այսինքն մեծ cache-ը միշտ չի, որ ուղղակի նշանակում է, որ ամեն ինչ արագ կլինի։ Ընդ որում առաջին մակարդակի cache-ը միայն core-ի ներսում է, իսկ երկրորդ մակարդակից սկսած կարող է արդեն լինել shared մյուս core-երի մեջ էլ, որտեղ իր հերթին խնդիրներ են առաջանում, եւ ամենադանդաղը RAM-ն է, իհարկե hard disk-ի մասին էլ կարող ենք խոսալ, բայց երևի իմաստ չունի, հա։ RAM-ը ամենադանդաղ հիշողությունն է, շատ հեռու է, բայց շատ մեծ։ Հիմա ոնց որ high performance computing-ի տեսակետից հաշվի առնելով, որ processor-ը ունակ է շատ հաշվարկներ անելու, ավելի կարևոր է այնպես մշակել ծրագրերը, որպեսզի այդ տվյալները ինչքան հնարավոր է լինեն cache-ի մեջ, այն պահին, երբ որ իրանք պետք են։ Շատ լավ։ Ուրեմն դրան հասնելու համար ինչ կարելի է անել, հա։ Պետք է մտածենք այսպես, որ cache-ը ինչ որ մեկը տնօրենում է։ Ինչ որ մեկը դա processor-ի մի մասն է եւ իր գործը այն է, որ այնպես անի, որ տվյալները լինեն cache-ի մեջ, հա, այն պահին, երբ մենք կարող է իրանց կարիքը ունենանք։ Եվ իրականում այդ մոդուլը չի կարող ամեն ինչ կանխատեսել, հա, մենք ոնց որ պետք է օգնենք։ Մենք որպես ծրագրավորող պետք է օգնենք եւ data locality կոչված է նա, երբ ձեր տվյալների հետ աշխատանքը ալգորիթմի, հա, ալգորիթմը այնպես է կառուցում, որ տվյալների հետ աշխատելուց դուք ոնց որ հաջորդաբար մշակեք տվյալները։ Շատ հաճախ հենց այդպես է լինում, բնական ձևով ոնց որ ալգորիթմը այդպես է կառուցվում, որ դուք հաջորդաբար եք դա անում։ Եվ եթե հաջորդաբար եք անում, ապա ստացվում է ինչ, որ երբ դուք դիմում եք առաջին բայթին, օրինակ ունենք զանգված, դիմում ենք առաջին էլեմենտին, այդ ինչ որ մեկը մեր փոխարեն ամբողջ զանգվածը կարող է բեռնի cache-ի մեջ։ Եվ երբ մենք դիմում ենք երկրորդ էլեմենտին, արդեն լինի processor-ի մոդ, հա, եւ ոնց որ կախարդական ձևով կսկսի արագ աշխատել։ Ոնց որ թե մենք շատ ջանք չդրեցինք, ընդհանրապես այնպես արեցինք, որ ալգորիթմը մի քիչ ավելի հարմարեցված լինի cache-երի հետ աշխատելուն։ Բայց միայն դա չի, իրականում cache-ը իր հերթին ունի ստրուկտուրա ներքին, հա, եւ դա էլ է ազդում, որ օրինակ չեն կարող ամբողջ զանգվածը միանգամից բեռնել cache-ի մեջ, հա, այնտեղ կտոր է բեռնվում, հետո այդ կտորները փոխարինվում են այլ կտորներով եւ ալգորիթմը կառուցելուց պետք է հաշվի առնել նաեւ դա։ Դրան ասում են cache line, հա, cache line ասածը այդ cache-ի մի կտորն է, որը ասենք 64 բայթ է եւ պետք է հասկանալ, որ տվյալները 64 բայթ պետք է բեռնվեն եւ ըստ դրա ալգորիթմը ինչ որ փոփոխել։ Այսպիսով ալգորիթմը մշակելուց high performance computing-ը, հա, եթե մտքում ունենք, մենք պետք է մտածենք ոնց անենք, որ cache-ից առավելագույնս օգուտ ստանանք։ Լավ։ Հիմա instruction level parallelism-ը, որ արվում է processor-ի կողմից, բերում է նրան, որ մեկ հրամանը ոնց որ սկսում է ավելի արագ աշխատել, լավ, մեկ չասենք, հա, մեկ core-ի վրա աշխատող հաջորդաբար կատարվող հրամանները սկսում են ավելի արագ աշխատել։ Բայց կա նաև task level parallelism, որը դե պետք է ասենք threading, հա, բառը հայերեն իմաստ չունի թարգմանել thread բառը, thread-ները ծանոթ եք, չէ՞, thread-ներին։ Շատ հաճախ բոլոր ծրագրավորման լեզուներում կարելի ասել thread-եր կան։ Ուրեմն այդ thread-երի օգնությամբ մենք կարող ենք արդեն այնպես անել, որ մեկ core-ից ոնց որ դուրս գանք, հա, եւ մեր ծրագիրը կարողանանք տարածել մի քանի core-ի վրա։ Օգտվենք processor-ի տված հնարավորություններից, որտեղ կան շատ core-եր։ Բայց դրա համար արդեն processor-ը ինքը այդ գործը չի կարող անել, դրա համար պետք է ծրագրավորողի ներգրավվածությունը։ Ծրագրավորողը ձեռքով պետք է նստի այդ իր ալգորիթմը տրոհի ինչ որ կտորների, հետո այդ կտորները զուգահեռաբար աշխատացնի core-երի վրա, հետո արդյունքը վերցնի, հավաքի եւ այնպես անի, որ որտեղ խնդիրներ չլինեն։ Արդյունքը նույնը լինի։ Լավ։ Ուրեմն նկատի ունենանք instruction level parallelism-ը արվում է processor-ի կողմից ներսում, մենք չենք տեսնում, չենք իմանում,
Մենակ զգում ենք, որ արագ է աշխատում, task level parallelism-ը մեր վրա է, մեր որպես ծրագրավորողների։ Բայց, երբ որ սկսում ենք thread-եր օգտագործել, միանգամից ամեն ինչ կախարդական ձևով չի արագանում։ Լավ, ես կախարդական բառը այսօր շատ եմ ասելու, եկեք ֆիքսենք, ոչ մի կախարդանք չկա, հա, ձեռքով մանրակրկիտ աշխատանք, հա, բայց արդյունքում կարող է արագագործություն չունենաք։ Ես ինքս բազում անգամներ տեսել եմ այդպիսի բան։ Նստում ես, մտածում ես thread-եր, ես սարքում ամեն ինչ լավ է, աշխատացնում ես 10 անգամ դանդաղում է։ Ախի, ես ոնց որ ուզում եի արագաներ։ Ուրեմն, նախ առաջի խնդիրը context switching-ն է, այն որ processor-ը պետք է լինում մի thread-ից անցնի մյուս thread-ին, հա, կամ ընդհանրապես իրականում thread-երը ավելի շատ են, քան processor-ի core-երն են, դա հայտնի խնդրեմ է, եւ ուզենք թե չուզենք այդ context switching-ը ունենում ենք։ Կա lock-եր, որպեսզի հիշողության ինչ-որ կտորի հետ աշխատենք երկու thread-երից, ինչ-որ բան lock ենք անում, քանի դեռ lock է արված, մյուս thread-ը չի կարող աշխատել այդ կտորի հետ եւ դրա պատճառով իրականում իրանք զուգահեռ չեն աշխատում։ Լավ, այսինքն ինչ-որ տեղեր հաջորդաբար են աշխատում, ոչ թե զուգահեռ, եւ կա ավելի նուրբ մի հարց, false sharing է դա կոչվում, երբ մեզ թվում է, որ thread-երը աշխատում են հիշողության տարբեր հասցեների հետ, այսինքն մենք տենց ենք ծրագիրը գրել, հա, զանգված ենք սարքել, ամեն մի thread-ը զանգվածի մի էլեմենտի մեջ է գրում ու մեզ թվում է, որ դե local չեն կարել, որովհետև տարբեր հասցեներ են, բայց հիշենք քեշերը։ Այդ հիշողությունը բեռնված է բոլոր քորերի քեշերի մեջ եւ ամեն քորը գրելու է մեջը, նույն հիշողության կտորի։ Իսկ այդ դեպքում սկզբունքորեն կա խնդիր։ Եթե մեկը գրեց, իսկ մյուսը այդ մասին չգիտի, խնդրեմ կառաջանա։ Դրա համար processor-ի քորերը սկսում են իրար մեջ communication ունենալ, հավելյալ ժամանակ ու ռեսուրս ծախսել, որպեսզի իրար մեջ սինխրոնիզացնեն քեշերի հետ աշխատանքը։ Ու քանի որ բոլոր thread-երը նույն հիշողության կտորի ինչ որ զանգվածի վրա են աշխատում, մեծ հավանականություն կա, որ այդ նույն զանգվածը բոլոր քեշերի մեջ կա եւ իրար մեջ անդադ պետքա փոխանցեն ինֆորմացիա, որ գիտես, այստեղ բան փոխեցի, մեկը ասի, հա, ես էլ փոխեցի, ու սենց անդադ իրար հետ խոսալու են։ Փոխանակ գործ անեն, հա, փոխանակիմ գործ անեն, իրանք ինչ որ ուրիշ խնդիր են լուծելու։ Ու ստացվում է ինչ, որ ես ոնց որ thread-երը սկսեցի օգտագործել, հա, իմ ալգորիթմը տրոհեցի, ինչ որ կտորների հավելյալ ջանք դրեցի, բայց չարագացավ, որովհետև լիքը ուրիշ խնդիրներ կան, որոնց մասին ես կարող ի սկզբանե չգիտեի, հա, բայց հետո նստեցի, սովորեցի, իմացա, եւ հիմա ինչ պետք է անեմ։ Ստացվում է, որ ամեն անգամ, ոնց որ ամեն դեպքում thread-երը չեմ կարող օգտագործել եւ ստանալ այդ արագագործությունը, ես պետքա ոնց որ հաշվի առնեմ, որ ինչ որ մենակ սպეციფიկ դեպքեր, լավ, չասենք մենակ, բայց պետքա հասկանալ, լավ, այս ինչ լուծումը, եթե զուգահեռացնեմ thread-երի օգնությամբ, ես դրանին շահում եմ, թե չէ։ Պետք է վերլուծություն անել, ինչ որ գնահատական ունենալ, լավ եւ կարողանալ հասկանալ, թե այդ overhead-ը, այսպես ասած, այդ հավելյալ գործը, որ պետք է անենք, որպեսզի ամեն ինչ զուգահեռանա, ավելի թանկ կնստի մեր վրա, թե իրոք կշահենք արագագործության մեջ։ Ուրեմն այսինքն thread-երի հարցը հələ որ դնում ենք մի կողմ, լավ, դա շատ բարդ ու ոչ միարժեք է, թե արդյոք մենք իրոք կշահենք, բայց կան բաներ, որոնք կարող ենք մենք անել high performance արդյունքներ ստանալու համար, լավ, իրոք որպեսզի արագագործությունը մեծանա։ Ուրեմն compiler-ը, մեր ընկերը, մեզ այդ հարցում շատ լավ կարող է օգնել հետևյալ ձևով։ Ուրեմն կան compiler optimization, այդ օպտիմիզացիայի շատ լայն մի հատ բազմություն, դա մեծ գիտություն է, արդեն քանի տասնամյակ կոմպիլյատորներ գրողները այդ զարգացրել են եւ մեր օրերում ունենք այսպիսի վիճակ, երբ որ կոմպիլյատորին ուղղակի կարող եք ասել ուզում եմ կոդս օպտիմալ լինի եւ կոդը կլինի օպտիմալ, հա, այսպես մի ինչ-որ անհավանական տակից կոմպիլյատորը ահավոր մեծ ծավալի գործ է անում, բազում անգամներ ձեր կոդի վրայով անցնում է ու ամեն անգամ մի քիչ ավելի լավացնելով եւ վերջում ստանում ենք մի բան, որը նախնականին կարող է նման էլ չլինի, բայց նույն գործն անում ավելի արագ։ Շատ հետաքրքիր լուծում է, օրինակ, հա, inlining-ը։ Inlining-ը այն է, որ դուք մի հատ ֆունկցիա ունեք, փոքր ասենք թե, հա, մի քանի տող է, եւ ամեն անգամ կանչելուց չեք ուզում, որպեսզի ֆունկցիայի կանչի մեխանիզմը աշխատի եւ ծանրացնի։ Ֆունկցիայի կանչի մեխանիզմը ենթադրում է, որ ինչ-որ հասցե է պետք պահպանել, արգումենտներ է պետք փոխանցել, հետո return value-ի հարցն է պետք լուծել։ Այդքանի փոխարեն inlining անելով, կոմպիլյատորը ուղղակի ձեր կոդը copy կանի այն տեղում, որտեղ իրան կանչել եք, ու հարցը կփակվի։ Կոդը կմեծանա, բայց արագ կաշխատի։ Constant folding-ը, երբ որ դուք ունեք ինչ-որ
կոնստանտներից բաղկացած արտահայտություն, բարդ արտահայտություն է ու մեջը ֆունկցիաների կանչեր կան եւ այլն, ու աչքով նայում եք չեք հասկանում այնտեղ ինչ է գրված, կոմպիլյատորը, որը աչքով չի նայում, օգտագործում է մաթեմատիկական գործիքներ, վերջում է ձեր կոդը տրանսֆորմացնում, վերջում եկել կարող է պարզվի, որ ձեր ամբողջ գրած կոդը իրականում դա 8 կոնստանտներ ընդամենը։ Հա 8-ի հաշվարկն եք դուք անում, բայց դուք էլ չգիտեիք։ Եվ այդ 8-ը պարզապես կդնի այնտեղ, որտեղ այդ ամբողջ կոդն էր գրված։ Ամեն ինչ շատ ավելի փոքր կլինի ու շատ արագ կաշխատի։ Կա loop unrolling։ Ես զուտ 3 հատ օրինակ եմ, հա, բերել ժողովուրդ, իրականում հարյուրավոր են օպտիմիզացիայի փեսերը, հնարավոր օպտիմիզացիաները։ Loop unrolling-ը ինչ է ասում։ Ասում ունենք for loop։ For loop-ը ինչից է բաղկացած։ Ինչ որ նախնական ինչ որ բան ունենք, հա, ինիցիալիզացիա ունենք, հետո պայման ունենք, հետո ունենք ինչ որ ինկրեմենտի պես մի բան եւ loop-ի body-ն։ Հիմա loop-ի body-ն օգտակար գործն է անում, բայց այն մնացածն էլ է, չէ, արվում։ Այսինքն օրինակ ամեն քայլում պետք է լինում ստուգել in n-ից փոքր է թե չէ։ Օրինակ։ Իսկ ինչ է կարծում, այդ համեմատությունը, երկու թվերի համեմատությունը արագ գործողություն է։ Ինչքան արագ է, ասենք, ոնց չափենք։ Մի նանովարկյան տանում է գոնե։ Գոնե մի տակտ պրոցեսորից պիտի տանի, չէ, գոնե, այո։ Ահա, իհարկե։ Չէ, համեմատել պետք է թվերը։ Չպետք է համեմատենք in փոքրայինից, թե չէ։ Jump-ը jump, բայց պետք է համեմատել, հետո jump անել։ Հիմա համեմատելուց, հա, շատ հետաքրքիր է, որ մարդիկ մտածում են դե համեմատելը որն է, պարզ չի, in փոքր է, թե չէ։ Չէ, պրոցեսորը չգիտի in փոքրայինից, պիտի համեմատի, ու համեմատելու վրա ծախսում է ժամանակ։ Ու երբ որ դուք ունեք loop, որը 1 միլիոն իտերացիա է անում, ապա 1 միլիոն անգամ ստուգվում է in n-ից փոքր է, թե չէ։ Իսկ դրա վրա գնում է պրոցեսորի թանկ ժամանակը։ Loop unrolling-ը վերցնում է ձեր loop-ի body-ն եւ պարզապես դուպլիկացիա է անում այնքան անգամ, քանի անգամ որ պիտի գործը աներ, ու այդ ամբողջ կոդը աշխատում է ու արդեն մեջը ստուգումներ չկան, in n-ից փոքր է թե չէ, ինչ i, ինչ n։ Կոդը մեծանում է, բայց աշխատում է արագ։ Լավ, ուրեմն կան տարբեր բաներ։ Մի դեպքում կոդը մեծանում է, մի դեպքում փոքրանում է, մի դեպքում արագանալու տարբեր պատճառներ կան։ Այո։ Ես ինկրեմենտի մասին չէի ասում։ Համեմատության, in փոքրայինից, թե չէ։ Դե լավ, ուրեմն կոմպիլյատորը վերլուծում է ձեր կոդը եւ հասկանում է, արդյոք անվտանգ է անել այդպիսի loop unrolling։ Իսկ դա կախված է նրանից, թե դուք ինչ եք անում for loop-ի body-ի մեջ։ Հասկանալի է, երբեմն դա անվտանգ չի, երբեմն անհնար է անել։ Երբ հնարավոր է, կոմպիլյատորը անում է։ Հա, ուրեմն կոմպիլյատորները սարքած են շատ բարդ, շատ մաթեմատիկորեն ծանր գործ են անում, ինչ որ գրաֆներ են սարքում, ինչ որ շատ բարդ մաթ մոդելավորման գործ է մեջ արած, որպեսզի իրոք հասկանա ձեր ծրագրի մեջ կախվածություններ կան թե չկան, կարելի է ինչ որ բան անել, թե չի կարելի անել, հա, ինչ որ օպտիմիզացիոն փոփոխություն ձեր ծրագրի հետ կարելի անել, թե չէ, եւ եթե դուք ուզել եք որ անի եւ կարելի է անել, ապա արվում են։ Արդյունքում կոդը փոքրանում է, արագ է աշխատում կամ մեծանում է, արագ է աշխատում, կարևոր արագությունն է։ Եվ էլի լիքը կան, հա, հարյուրավոր օպտիմիզացիոն ինչ որ հնարավորություններ կան։ Կա եւս մեկ հետաքրքիր superpower, այսպես ասած, կոմպիլյատորի, որին կարող ենք առանձնացնենք, հա, օպտիմիզացիա չի սա, չնայած օպտիմիզացիաների խմբի մեջ էլի երբեմն հանդիպում է, բայց ինքը առանձին տեսակի գործողություն է, որը կոչվում է vectorization։ Իմաստը որն է։ Ուրեմն, եթե դուք ունեք ինչ-որ զանգվածների հետ աշխատող կոդ, օրինակ երկու զանգված ուզում եք էլեմենտ առ էլեմենտ գումարել իրար, կամ ուզում եք զանգվածի բոլոր էլեմենտները գումարել իրար, հա, ինչ-որ տարբեր դեպքեր են հնարավոր, դրանց անվանում են single instruction multiple data, SIMD, ապա այսինքն նույն գործողությունն ենք անում շատ տվյալների վրա։ Ապա պրոցեսորի մեջ կան հատուկ դրա համար նախատեսված հնարավորություններ, այդ vector register-ները, vector, այսինքն շատ քանակով ALU-ներ կան, հա, այդ գործողություններ անող մոդուլներից շատ կան, մեծ register-ների մեջ բեռնում եք ձեր ամբողջ զանգվածները, հետո մեկ տակտում բոլորը գումարում են իրար։ Մի քայլում, sense էլի կարելի ասել կախարդական ձևով, հա, բայց օրինակ կարող եք 8 անգամ արագ արդյունք ստանալ, որովհետև միանգամից 8 հատ կկատարվի, ոչ թե 1 հատ, հա, մեկ քայլում 8 գործողություն է կատարվում։ Կարող է դա լինել 16, կարող է 4, նայած, հա, տարբեր պրոցեսորներ ունեն տարբեր հնարավորություններ, տարբեր չափի ռեգիստրներ։ Իհարկե, ինչքան ռեգիստրները մեծացնում ենք, այդքան թանկանում է, հասկանալի է, հա, բայց այնուամենայնիվ
ժամանակակից պրոցեսորներում կա այդ հնարավորությունը եւ օրինակ պարզապես եթե դու կոմպիլյատորին ասեք, հա վեկտորիզացիան էլ արա, կարող է արվի։ Իհարկե կախված է նրանից, թե դուք ինչպիսի կոդ եք գրել, այսինքն հիմա մենք որպես ծրագրավորող պետք է աշխատենք այնպիսի կոդ գրել, որ օգնենք, հա, կոմպիլյատորին տեսնել, որ հա էլի վեկտորիզացվող կոդ է։ Ոնց օգնենք, օրինակ հստակ ոչ մի մեր կողմից ոչ մի փորձեր չանենք զուգահեռացնել, հա, ուղղակի հաջորդաբար գրենք, հետո նենց անենք, որ լուփի մեջ ինչ որ վախենալու բաներ չանենք, པարզ գործողություններ եթե լինեն, չփչացնենք, հա, ստրուկտուրան, եւ հետո կոմպիլյատորին ասենք հլմիացած վերցրու վեկտորիզացրու։ Փորձեք։ Արդյունքում գեներացվում է լրիվ ուրիշ տեսակի կոդ, օրինակ ասեմ լրի մակարդակում կարող եք նայել ինչ որ ուրիշ հրամաններ են, ուրիշ ռեգիստրներ են օգտագործվում, բայց աշխատում է օրինակ 8 անգամ արագ։ Զուգահեռացման մեկ այլ տեսակ է։ Մի քիչ առաջ խոսում էինք LLM-ների մասին, ուրեմն այնպես է ստացվել լրիվ պատահաբար, լավ ժողովուրդ, ուրեմն GPU-ները, որոնք նախատեսված էին graphical, այսինքն գրաֆիկա նկարելու համար, իրանք լավ են կարողանում մատրիսներ բազմապատկել, որովհետև այդ վիզուալ բաները ստանալու համար պետք է լինում հաճախ մատրիսներ բազմապատկել, լավ, լրիվ պատահաբար, հասկանում եք, լրիվ պատահաբար, այդպես է ստացվել, որ մեքենայական ուսուցումն էլ, հա, նեյրոնային ցանցերը եկել են նրան, որ իրանց մոտ էլ է պետք մատրիսներ բազմապատկել, մեկ էլ պարզվում է, վայ, հեսա GPU-ները լավ այդ գործը անում են, ու այդպես ոնց որ պատմականորեն բան գտանք, զույգվեցին, հա, այս երկու գաղափար ու հիմա արդեն էլ չեն կարող իրարից բաժանենք, արդեն որ ասում ենք նեյրոնային ցանցեր, պատկերացնում ենք մի 100,000 հատ GPU տակը։ Տենց է ստացվել։ Եվ մենք որպես ծրագրավորող կարող ենք այդ GPU-ները ուրիշ բաների համար էլ օգտագործել, ոնց որ կարելի է։ Դրա համար կան տարբեր լեզուներ ու հնարավորություններ, OpenCL կամ CUDA համակարգերի օգնությամբ մենք կարող ենք օգտագործել GPU-ի մեջի քորերը, իսկ GPU-ները հարյուրավոր, երբեմն հազարավոր քորեր են ունենում։ Եվ իրոք դուք կարող եք լուրջ բուստ անել, հա, ձեր կոդը։ Ու ոնց որ էլի հարցը առաջանում կախարդական ձևով կարող ենք դա անել, ոչ, չենք կարող, պետք է այդ լեզուները սովորել, հա, պետք է մեր ալգորիթմները բերենք այդ վիճակին, զուգահեռացնենք, կտորների բաժանենք, այդ kernel-ները գրենք ձեռքով, այդ orchestration-ը անենք, այսպես ասած, հա, կազմակերպենք, տվյալները բեռնենք, եւ պարզվում է ինչ, քանի որ GPU-ն գտնվում է առանձին տեղում, իրան պետք է հələ գոնե տվյալները բերենք հասցնենք, այսինքն այն ձեր մատրիսները պետք է բեռնել GPU-ի հիշողության մեջ, հա, որը հիմնական հիշողությունը կարելի է, կարող է չլինի, պետք է copy անել, հա, ոնց որ մի տեղից տանել մյուս տեղը։ Եվ հիշում եք, չէ, ռամադանդաղ էր, այդ դեռ ուժի մեջ է։ Ուրեմն CPU-ի մոտից հիշողությունը copy անելուց այնքան կարող է դուք ժամանակ ծախսեք, որ պարզվի, որ այդ GPU-ի արած զուգահեռ հարյուրավոր քորերի կողմից զուգահեռաբար այդ տվյալները մշակելու process-ը մեկա չի արագացնում ընդհանուր արդյունքը։ Ոնց որ էլի դա առասպել է, հա, դե որ ունենք GPU վրա հեսա կարագացնենք, բան չէ, այդպես չի, այսինքն դա խիստ կախված է նրանից, թե դուք ինչ ալգորիթմ ունեք, ինչ խնդիր եք լուծում, եւ եթե իրոք ձեր ալգորիթմը այդպեսին է, որ տվյալները փոքր են, բայց քմփյուտը մեծ, հա, այսպես ասած, ոնց որ պետքա բալանսը գտնենք, հա, որ տվյալները ինչքան հնարավոր է փոքր լինեն, ենթադրենք ունենք զանգված, որի ամեն մի էլեմենտի համար պետքա հաշվենք այդ էլեմենտի ես իմ քառակուսին տեղադրած սինուսի մեջ, հետո վրան EX աստիճան հաշված, հա, միգուցե այդ դեպքում իմաստ ունի դիմել GPU-ին, բայց եթե դուք ընդհանրապես պետքա գումարեք իրար, ապա զուտ որպեսզի բեռնեք այդ տվյալները GPU-ի հիշողության մեջ, դուք ծախսելու եք մի քանի անգամ ավել ժամանակ։ Եվ ինչ է ստացվում, GPU-ի տված այդ հնարավորությունները կան, բայց խիստ սահմանափակ կիրառություն ունեն։ Ոնց ասում են guess what? Մատրիսների համար իդեալական է աշխատում, քանի որ մատրիսների բազմապատկման ալգորիթմի բարդությունը խորանարդային է, չէ՞, այսինքն եթե ամեն մի էլեմենտին վերցնենք քառակուսային է, եւ այնտեղ իմաստ ունի այդ ջանքը ներդնել, հա, մատրիսները copy անել, հետո ասել դե բազմապատկեք, այնտեղ իմաստ ունի, որովհետեւ քառակուսային բարդության ալգորիթմի մասին ենք խոսում ամեն էլեմենտի համար։ Չէ, ամեն էլեմենտի համար գծային է, ներողություն, ընդհանուր է խորանարդային։ Ուրեմն այնտեղ իմաստ ունի, որովհետև լիքը գործ պետք է անենք, ոչ թե մի հատ գումարում, այլ n հատ գումարում, հա, դրա համար իմաստ ունի։ Շատ լավ։ Հիմա ընդհանուր առմամբ ինչ կարող ենք անել։ Առաջին հերթին պետք է չափենք, հա, հասկանանք մեր ծրագիրը ինչքանով է արագ աշխատում, հետո փորձենք հասկանալ իսկ որտեղ են խնդիրները։ Եթե արագ չի, ապա կոնկրետ ինչու՞մ է խնդիրը, հիշողությունն է, որ չենք հասցնում տվյալները բերենք, թե ինչ-որ ուրիշ տեղը խնդիրը։ Անպայման մտածենք ոնց անենք, որ տվյալները լինեն քեշին հարմար։ Data layout-ը փոխենք, եթե պետք է, ասենք մատրիսների բազմապատկման մեջ օրինակ,
Պարզապես եթե պատկերացնենք այդ 3 հատ ֆորերը գրած են, երկու ֆորեր տեղերով փոխենք, մի քանի անգամ արագանում է, որովհետև արդեն տվյալների հետ աշխատանքի pattern-ը փոխվում է, հա, եւ դրա արդյունքում cache-երին ավելի հաճախ ենք կարողանում ոնց որ օգտագործենք։ Փորձենք vectorization անել։ Այնպիսի կոդ գրենք, որ կոմպիլյատորը կարողանա անել այդ vectorization-ը։ Դա էլի մեզնից է կախված, եթե մենք մի քիչ խճճենք, կոմպիլյատորը կասի ես չեմ հասկանում, ստեղ ինչ եք անում, գործ չունեմ, վտանգավոր է, որովհետև կարող է արդյունքում սխալ բան ստացվի, հա, պետքա ձեր կոդը հստակ ցույց տա, որ սա զուգահեռացվող, վեկտորիզացվող կոդ է։ Եվ ամենավերջին հերթին նոր ոնց որ մտածենք thread-երի ու առավել եւս GPU-ական ինչ որ զուգահեռացման մասին, որովհետև դրանք շատ ավելի այնց բարդ խնդիրներ են եւ երբեմն ուղղակի բերում են ավելի վատ արդյունքի, դանդաղում է, փոխանակ արագանա։ Հիմա մի փոքր գովազդ։ Ուրեմն Mutex դպրոցում ես ոնց որ շեշտադրումը դնում եմ հենց դրա վրա, որ high performance computing եւ ընդհանրապես C++-ը որպես լեզու, որը դա մեզ թույլ է տալիս անել, դա շատ հետաքրքիր հնարավորություն է։ Նայեք, բոլորը մտածում են, որ մեքենայական ուսուցումը անում ենք Python-ով, չէ՞։ Բայց Python-ով գրված կոդը, ենթադրենք ինչ որ, չգիտեմ, PyTorch-ով կամ TensorFlow-ով, հա, աշխատող կոդը իրականում աշխատացնում է ինչ-որ կոդ, որը գրված չի Python-ով։ Երևի գրված է C++-ով, հա, ինչ որ տես կամ assembler-ով, կամ ինչ որ տես մի բանով է գրված։ Եվ օգտագործված են այս բոլոր հնարավորությունները։ Այսինքն, եթե դուք ունեք GPU-ն, ապա GPU-ն էլ է օգտագործում, եթե CPU-ն ունի քորեր, դրանք էլ են օգտագործում, եթե NPU ունենաք, երևի դրանք էլ են օգտագործվում, vectorization հաստատ արվում է, բայց մարդիկ չեն էլ իմանում, որ այդ ամեն ինչը կա։ Այսինքն մարդիկ շատ հաճախ այդ level-ից վերև են գործանում, իսկ տակը ինչ որ չգիտենք ոնց, այդ ամեն ինչը արագ է աշխատում։ Այմ նպատակը այն է, որ չգիտենք ոնցը դառնա գիտենք ոնց, հա, այսինքն ես ուզում եմ գիտելիքը փոխանցեմ այն մարդկանց, ովքեր իրոք հասկանում են, որ կա խնդիր ու պետք է այդ խնդիրը լուծել, շատ հաճախ մարդիկ ուղղակի ուզում են ինչ-որ մի բան սարքեն, ուզում են արագ աշխատի եւ ասենք հարցը առաջանում հիմա ես ինչ անեմ, Python-ով չեմ գրել, հա, կոպիտ ասած, ոնց անեմ, որ արագ լինի։ Հմտություններ են, գիտելիք է, որը կարելի է շատ լավ զարգացնել եւ իմ նպատակն է դա հնարավորինս մեծ մասշտաբով անել ու որակով։ Ուրեմն այստեղ տեսնում եք տարբեր առարկաների բազմություն, որոնք միանալով դառնում են այն մեծ գիտելիքը, որը թույլ է տալիս հենց այդ ամեն ինչը անել, հա, այսինքն high performance computing անել։ Լեզուն C++-ը երևի թե այս պահին հələ որ ստանդարտն է, հա, աշխարհը ընկալում է C++ եւ high performance computing որպես համարյա թե նույն բան է։ Նույնիսկ ոնց որ Python-ն ու մեքենայական ուսուցումն ենք համարում, դե այդպես է։ Մասնավորապես ուրեմն դե ինչու C++ պարզա, որովհետև դա հենց այն լեզուն է, որով այս ամեն ինչը անում ենք, իսկ ինչու սովորել։ Ես կուզեմ ստեղ մի քիչ փիլիսոփայական բաներից խոսանք։ Ուրեմն կա այսպիսի խնդիր, որ պրոցեսորները այլևս չեն արագանում։ Նկատել եք, պրոցեսորները արդեն քանի տարի է, մոտ 4 գիգահերցանոց են, չէ՞։ Երբեմն 4 ու մի քիչ 5-ին կարող է հասնեն, բայց արդեն մի 15 տարի է այդպես է։ Նկատել եք։ Չեք նկատել։ Չեն արագանում, խի չեն արագանում, ի՞նչ է պատահել, այսքան տասնամյակ արագանում են, մուրի օրենք կար, բան, հիմա չկա, ինչ եղավ։ Ուրեմն տեսեք ինչ եղավ։ Մենք հասել ենք ֆիզիկական սահմաններին, էլ հնարավոր չի փոքրացնել, էլ հնարավոր չի, լավ, հələ փոքրացնում ենք, բայց արդեն այլ հնարավոր չի clock-ը արագացնել, որտեղ որ clock-ը արագացնենք, այսինքն վայրկյանում 10 միլիարդ անգամ թիք անի, ապա այդ պրոցեսորը այնքան էներգիա կարտադրի, որ դրանով կարող ենք ջեռուցել, ասենք ամբողջական երկրներ, հա։ Դրա համար պրոցեսորները էլ չեն արագանում, ֆիզիկապես անհնար է։ Քորերն են շատանում։ Հա, քորերն են շատանում, բայց քորերը շատանալուց այն առաջի միֆը հիշեք, կախարդական ոչ մի բան չկա, կոդը իրան չի սկսում աշխատել բոլոր քորերի վրա։ Ձեր GPU-ն կարա 1000 հատ քոր ունենա, բայց ձեր գրած for cycle-ը մեկը ձեր CPU-ի մի հատ քորի վրա է աշխատելու է։ GPU-ի 1000 հատ քորից դուք ոչ մի օգուտ չեք ստանալու, եթե դուք չգիտեք ոնց զուգահեռացնել, հա, GPU-ի համար։ Եվ մի հատ էլ խնդիր կա, ուրեմն vertical integration կոչվածը ժամանակակից աշխարհում դա արդեն իմ կարծիքը չի, դա ավելի մեծ մարդկանց կարծիք է, որոնց ես շատ հարգում եմ, Հենեսին եւ Փաթերսոնը, մի հատ լավ թոք ունեն այդ մասին, որ Թյուրինգի մրցանակաբաշխության 17 թվականի բանը թոքն է, իրանք բացատրում ու համոզում են բոլորին, որ ժողովուրդ vertical integration է պետք, որ չի կարա ծրագրավորողը չիմանա hardware-ը ոնց է աշխատում, իսկ hardware սարքողը չիմանա ոնց են ծրագրեր գրելու դրա վրա ու այդ ամեն ինչը օպտիմալ լինի հանկարծ, հա։
պետք է ծրագրավորողները հասկանան ոնց է hardware-ը աշխատում եւ հակառակը, որպեսզի մաքսիմալ արդյունավետ աշխատող համակարգեր գրենք, որովհետեւ պրոցեսորները էլ չեն արագանում, էլ ձրի performance չկա, պետք է վճարել performance-ի համար, հիմնականում գիտելիքով, հա, մի քիչ ժամանակով։ Շատ լավ, հիմա գլխավոր take-away-ներ եթե վերցնենք, ուրեմն առաջինն է, որ ձեր sequential code-ը իրականում, sequential չի, հաջորդական չի, այսինքն տակից թաքուն զուգահեռացում է տեղի ունենում, բայց մեկ core-ի շրջանակներում, հա, եկեք դա ֆիքսենք, մեկ միջուկում է դա լինում, որ իրականում ոչ թե CPU-ի դանդաղ լինելն է խնդիրը, այլ հիշողության դանդաղ լինելն է, դրա համար մենք պետք է այնպես անենք, որ հնարավորինս cache-ի մեջ լինեն մեր ուզած տվյալները, եւ trading-ն ու GPU-ի վրա զուգահեռացումը, հա, այդ ամեն ինչը արդեն որ ավելի մեծ մասշտաբներով է, դա մեր վրա է, ձեր վրա է ու իմ, որ անենք ու անենք որակով եւ իրոք օգուտ տա, ոչ թե դանդաղացնի վերջում։ Իմ կողմից այսքանն է, ես ուզում եմ հնարավորինս շատ մարդիկ հետաքրքրված լինեն high performance computing-ով եւ այդ գիտելիքը տարածվի, ես չգիտեմ, ինչքան հնարավոր է դրա վրա ջանք եմ դնում եւ դասընթացների օգնությամբ ու թոքերի օգնությամբ, հա, պոպուլարիզացնում եմ, վերջի մի քանի թոքերը եղել են հենց այս թեմաներով զուգահեռ համակարգեր եւ նմանատիպ բաներ, փորձում եմ ինչքան հնարավոր է պոպուլարիզացնել, ցավոք սրտի նույնիսկ շատ բուհերում չեն անցնում, այլևս իրոք շատ եմ ցավում, բայց շատ բուհերից նմանատիպ առարկաները ուղղակի հանվում են եւ արդյունքում այդ գիտելիքը ուղղակի կարա մի օր կորի, հա, ոնց որ բան անենք, փրկենք կորչող գիտությունը։